Մայիսի 30-ին նշվեց Արագածոտնի թեմի հիմնադրման 30-ամյակը։ Այս առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում համախմբվել էին թեմի ողջ հոգևոր դասը, մայրաթորի միաբաններ, հավատացյալներ եւ բազմաթիվ հյուրեր։ Սուրբ պատարագ մատուցեց թեմի կրտսեր քահանան, ապարանի հովության հոգևոր հովիվ Տեր Նարեկ Քահանա Սարգսյանը։ Նրա հետ խորան էին բարձրացել թեմի տարբեր եկեղեցիներում ծառայող դպիրները։ Սուրբ պատարագի ընթացքում աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մկրտիչ ավագ Քահանա Երանյանը ընթերցեց Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնության խոսքը թեմի հիմնադրման 30-ամյակի առիթով։ Աղոթում ենք, որ բարերար Աստված իր ամենազոր աչով շեն ու անսասան պահի Արագածոտնի թեմը, նրա սրբավայրերը, քաջարի հովիվներին եւ Աստվածասեր ժողովրդին առավել զորացնելով հավատի, հույսի եւ սիրո մեջ։ Թող այս 30-ամյա վաստակը մշտանորոք հաջողություններով պսակվի եւ թեմի արդյունաշատ գործունեությունը կենդանի վկայություն լինի հայ եկեղեցու անսպառ կենսունակության, ազգապահպանման առաքելության ու հոգեվոր արկության։ Այնպես լուսավորեցել լույս ձեր առաջին մարդկան, որպեսզի տեսցեն ըսգործը ձեր բարիս եւ փառավորեցեն ըս հայրն ձեր, որ հերկիս է։ Թող Տիրոջ առաջնորները մշտապես հովանի լինեն Արագածոտնի թեմին, նրա հավատավոր զավակներին այսօր եւ միշտ ամեն։ Թեմի համար կարևոր այսօրը նշվում է առանց առաջնորդի ներկայության։ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը 2025 թվականի հոկտեմբերից շինծու գործով անազատության մեջ է։ Նրա նկատմամբ այժմ կիրառված է վարչական հսկողություն, սահմանափակված է թեմի հոգևոր դասի հետ շփումը։ Առաջնորդի պարտականություններն ու լիազորությունները վերապահված են թեմական խորհրդին, ատենապետությամբ Շնորհք Աբեղապալոյանի։ Արագածոտնի թեմը բուրըն ծաղկուն ժամանակաշրջան է ապրում, ի գլուխ առնելով թեմակալ առաջնորդին Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Շատ հատկանշական է եւ շատ կարեւոր պիտի նշեմ մի փաստ, այստեղ եկեղեցու բակում թաղված քահանաներից մեկը Պռոշյան Գերդաստանից է եղել։ Եվ տարիներ հետո Պռոշյանների ծորը լինելով Արագածոտնի թեմի առաջնորդ գալիս է եւ այստեղ վանքը ծաղկեցնում եւ թեմը ծաղկեցնում։ Տարատեսակ փորձություններ է ծնկի եկել Արագածոտնի թեմի արչեւ, սակայն ինչպես որ թեմակալ առաջնորդն է անկոտրուն կամքով, այդպես նաեւ յուրաքանչյուր քահանա։ Ինչն է հիմա այս ցավ պատճառում, այս պահին կանած եւ աղոթում է եւ ցավում է, որ մենք որպես ընտանիք հավաքվել ենք, տոնում ենք մեր ընտանիքի 30-ամյակը, բայց մեր հայրը այս պահին անօրեն որոշման պատճառով չի կարող ներկա գտնել։ Ինքը հոգով սրտով էստեղ է, մեզ հետ է, բայց այնքան գեղեցիկ կլինի, որ գրկենք նաև ֆիզիկապես, ինչպես մեկս մյուսից գրկում ենք, շնորհավորում ենք եւ աղոթք ենք անում իրար համար։ Արագածոտնի թեմը կազմավորվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին I Սարգսյանի 1996 թվականի մայիսի 30-ի կոնդակով։ Թեմն ընդգրկում է Արագածոտնի մարզն ամբողջությամբ, Թալինի, Աշտարակի, Ապարանի տարածաշրջաններն իրենց գյուղերով։ Թեմի կազմավորման առաջին տարիները լի էին փորձություններով ու դժվարություններով, հիշում է հիմնադրման առաջին տարիներից այստեղ սպասավորող Տեր Մկրտիչ ավագ Քահանա Երանյանը։ Խորհրդային մերժման տարիներն իրենց խոր հետքն էին թողել եւ անհրաժեշտ էր նորից բացել սրբավայրերի դռները, վերակենդանացնել համայնքային կյանքը, վերարթնացնել մարդկանց հավատը, հոգեվոր կապը եկեղեցու հետ։ Երբ որ Գարեգին առաջին երջանկահիշատակ կաթողիկոսի տնօրինությամբ մարզերի վարչական բաժանումից հետո, ձևավորումից հետո թեմերը ձևավորվեցին, դարձան հիմնակարերից մեկը մեր թեմի, Արագածոտնի թեմի, որովհետեւ գործում էր Մաշտոցը եւ Արագածոտնի մարզում գործում էին Սուրբ Մարյանի եկեղեցին, Ապարանի Սուրբ Խաչը եւ Թալինի Սուրբ Աստվածը, ընդամենը 4 եկեղեցի, 4 քահանայով։ Շատ դժվար են, չունենք ոչ մտարական հարմարություն, ոչ առաջնորդարան, ոչ տեղ, մենք ինքներս այստեղ ծառայելու ժամանակ նստատեղ չունենք։ Այն հարազատ ընտանիքը տունը ոնց է կառուցում, ամեն մի քարի համար ուրախանում ես, ամեն մի ձեռք մեր մի հատ աթոռի ձեռք բերելու համար։ Հավատացիք այդ նույն ոգևորությամբ մենք թեմի հիմնենք արել։ Ամեն ինչը շատ գերազանց է գնացել ու
վստահ եմ, որ դրա մեջ ասորնակն ա եղել։ Հետո երբ որ ավարտվեց, հետո հետ ես նայում զարմանում ես, ոնց եղավ, ոնց ստացվեց։ Եվ ասում եմ շնորհի մեր նվիրյալ առաջնորդների։ Եվ ինչու՞ չէ, նաև չբացառենք, ունեցել ենք շատ հավատավոր հայորդիներ, որոնք բարերարություն են արել եւ այդ նեղ պահերին կարողացել են մենք այդ իրավիճակներից դուրս գալ։ Ես Արագածոտի թեմ եմ եկել Աստծո կամոք 2009-10 թվականներին, երբ որ գրեթե հոգևոր խավարի մեջ չի կարողանում գտնել իմ տեղը եւ առաջի անգամ Աստծո կամոք Աստված կարծես թե աշխարհ պատելով շատ պատահական բերեց հասեց Օշական, ես տեսա մի մեծ ընտանիք, սիրով տոգորված ընտանիք, հավատքով, աղոթքով, աղոթասեր մարդկանցով լսված ընտանիք, որտեղ կա միասնականություն, կա փոխադարձ հարգանք, սեր, խոնարհում եւ ամենակարևորը առաջնորդում առ Աստված։ Եվ այսպես իմ խորին խոնարհ ծառայությունները ինչքան որ հնարավոր էր բերել Արագածոտի թեմին եւ Արագածոտի թեմում ծառայություն մատուցելով, ծառայություն մատուցել եւ սխալ ասեցի, իմ հոգեոր մասնակցություն ունենալով, իմ աղոթական մասնակցություն ունենալով, կարծես թե մեր Հայաստանյան Սարաքելական Սուրբ եկեղեցու մեջ եմ հայտնվել եմ Մայրաթոռում, հայտնվել եմ մեր սրբավայրերի, այսօր սրբավայրերի մեջ եւ մեր հոգեորականների կողքին։ Ժամանակի ընթացքում առաջնորդների եւ թեմի հոգևոր դասի բարերարների անտրտունջ ծառայության շնորհիվ աշխուժացել է ծխական կյանքը։ Կրկին հնչել են եկեղեցիների զանգերը, վերականգնվել ու վերաուծվել են սրբավայրեր։ Այսօր թեմակալ առաջնորդ Մկրտիչ Սրբազանի առաջնորդությամբ թեմում ծառայում է 20 հոգևորական, գործում է 12 հոգևոր հովվություն, 46 եկեղեցի։ Ակտիվ փուլում է թեմում նոր եկեղեցիների եւ վանքերի, կրթական կենտրոնների շինարարության ընթացքը։ Այս տարիների ընթացքում շուրջ 100 հոգևոր սպասավոր է տվել Արագածոտնի թեմը, դպիրից մինչև եպիսկոպոս։ Այժմ 65 դպիր է ծառայում թեմում։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ 2018 թվականից գործում է Հայաստանում միակ կանանց մենաստանը։ 2021 թվականի օգոստոսի 8-ից Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցում հաստատվել է առանց վանքը, որտեղ հրատարակվել է հոգևոր կյանք մատենաշարի 2 աշխատություն։ Թեմում գործող 2 սոցիալ-կրթական կենտրոնների միջոցով այս տարիների ընթացքում աջակցություն եւ խնամք է ստացել շուրջ 700 ընտանիք։ 2018 թվականին բացված Սաղմոսավանի հայորդաց տան իրականացվում են սոցիալ-հոգեբանական աջակցություն, կրթամշակութային եւ մասնագիտական դասընթացներ, ձեռագործ հմտությունների ուսուցում։ Այս միջոցառումով մենք հիմք ենք դնում տարվա ընթացքում 30-ամյակի միջոցառումների, լինելու են ցուցահանդեսներ, ուխտագնացություններ, գրքի քննարկումներ, ավետարանի ուսուցումներ եւ այս առումով նաեւ երիտասարդական ծրագրեր, մեր թեմը ակտիվ երիտասարդաց միություններ ունեն, մենք 19 համայնքներում ունենք երիտասարդաց միություններ, ովքեր շուրջ 350-ն են կազմում եւ կարելի ասել մեր եկեղեցու բաբախող սիրտն են իրենք, որովհետեւ իրենք կազմակերպում են ամեն ինչ իրենց համայնքներում, միջոցառումները, ուխտագնացություններ, ծրագրեր, հանդիպումներ հոգեվորականների հետ, ունենք լույսմանկանց ծրագիրը, որը 12 տարին է Դանիական հայկական առաքելության հետ միասին մեր գործում է մեր թեմում եւ սրան մասնակցել են շուրջ 6000 պատանիներ այս տարիների ընթացքում։ Այսօր թեմը դժվարին ժամանակներ է ապրում։ Հակաեկեղեցական արշավի սկզբում Արագածոտնի թեմը հայտնվել էր պետական իշխանության մարմինների թիրախում։ Քահանաներից 2-ը դեմ էին դուրս եկել առաջնորդին, մայր եկեղեցուն։ Հովանավանքի կարգալույց քահանան Ստեփան Ասատրյանը պետական պաշտպանության ներքո այսօր զավթած է պահում վանքը, հակականոնական ծեսեր իրականացնում, օգտվելով մարդկանց անտեղյակությունից։ Թեմի եւս մեկ կարգալույց քահանա Արամայիս Թախմազյանը շարունակում է հակականոնական ծեսեր անցկացնել ներքին բազմաբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այս երկու համայնքների հոգևոր կյանքը խաթարվել է։ Ստեփան Ասատրյանի ցուցմունքով այսօր ապօրինի անազատության մեջ է թեմակալ առաջնորդը։ Սրբազան հայրը հոկտեմբերից կանգնած է դատարանի առջև։ Իրավապահ մարմինները թեմի քահանաների տներն այս գործի շրջանակում խուզարկությունների են ենթարկել, արգրավել անձնական իրեր, կանչվել հարցաքննության։
Վերջի 1 տարվա ընթացքում, ինչպես գիտեք, թեմի հոգևորական դասը մեծ փորձության ենթարկվեց, իրոք հայտնվեց հալածանքների թիրախում, բայց պետք է արձանագրեմ, որ պատվով իրեն պահեց։ Այսօր նաև այն որոշումներով, որով հետապնդում են մեր հոգևոր դասին, պետք է հիշեմ այդ որոշումները նաև ձևակերպում են այն տառերը, որը ստեղծել է եկեղեցին։ Եվ սա էլ պետք է բոլորին, այսպես ասեմ, լինի հաղորդագրություն եւ հասկանանք, որ եկեղեցին մեր ինքնության պահապանն է, մեր ինքնության շաղախն է։ Եվ չի կարելի թիրախավորել եկեղեցուն, որտեվ դու կտրում ես այն ճյուղը, որի վրա նստած ես։ Հակաեկեղեցական արշավի այս պայմաններում թերևս առավել ընդգծվել է թեմի հոգևոր դասի եւ հավատացյալ համայնքի համերաշխությունը, նվիրումը Մայր եկեղեցուն եւ Սուրբ Էջմիածնին։ Ամիսներ շարունակ ամեն ուրբաթ հոգևոր դասը միասնական ժամերգություններ է անցկացնում թեմի բոլոր եկեղեցիներում, վանքերում, աղոթք բարձրացնում եկեղեցու անսասանության համար։ Այս տարի առաջին անգամ ուզում ենք Սուրբ Վրդանեսի մասունքը խնդրել Վեհափար Հայրապետից, որպեսզի այնտեղ Սուրբ Վրդանեսի վանքը կա, որ կառուցվել է 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի կողմից եւ մասունք տարվի Սուրբ Վրդանեսի վանք, թեկուզ եւ խոնարհված է, բայց խոնարհված եկեղեցում պատարակ մատուցել եւ ի համբույր դնել ժողովրդին։ Առաջին անգամ սա պետք է լինի։ Տոնական օրը շարունակվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից գործող դպրատան հանդիսությունների սրահում։ Արտիքի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի աղոթքով սկսվեց միջոցառումը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Աշտարակի Գուլամերյան հայորդաց տանսաները եւ Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները համերգային կատարումներով շնորհավորեցին ներկաներին։ Ցուցադրվեց թեմի անցած ճանապարհն ամփոփող ֆիլմը, որը ներկայացնում էր ձևավորման, զարգացման եւ հոգեվոր կյանքի վերականգնման կարևոր հանգրվանները։ Այսօր, երբ հետադարձ հայացք ենք նետում անցած ճանապարհին, տեսնում ենք ոչ միայն կառուցված եկեղեցիներ, իրականացված ծրագրեր եւ ձեռքբերումներ, այլև առաջին հերթին մարդկանց կյանքեր, որոնք փոխվել ու իմաստավորվել են եկեղեցու ներկայության շնորհիվ, նշում են թեմի քահանաները։ Անուշ Արաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։